Բարի առավոտ սիրելիներս, բարի առավոտ նաև մեր թանկագին հեռուստադիտողին, ողջունում եմ ձեզ, ասում եմ միացեք մեզ, առանց շտապելու պատրաստեք համեղ նախաճաշ, անպայման լիցքավորվեք, ձեր տրամադրությունը փորձեք բարձր պահել, իհարկե նաև մեր օգնությամբ։ Սիրելիներս, այսօր որոշել եմ պատրաստենք լցոնված կարտոֆիլ։ Այն շատ հետաքրքիր է, շատ համեղ է եւ բազմապիսի բաղադրիչներ են մեզ պետք դրա համար։ Ինչ բաղադրիչներ ենք լցոնելու մեր կարտոֆիլի մեջ։ Ամենաառաջին հերթին ասեմ, սիրելիներս, մեզ կարտոֆիլը անհրաժեշտ ամբողջական մեծ վիճակով։ Ահա, տեսեք, ես արդեն նախապես այն պատրաստել եմ, ինչու, որովհետեւ բավականին ժամանակ է խլում այն ջեռոցի մեջ տապակվելու համար։ Դրա համար ես նախապես պատրաստել եմ, որպեսզի շատ ժամանակ չխլի մեզնից այսօրվա այս պրոցեսը, այս ընթացքը եւ միջուկը կարողանանք առանց շտապելու հանգիստ պատրաստել։ Իսկ այս կարտոֆիլը ջեռոցում եփելու համար մեզ ինչ է անհրաժեշտ։ Կարտոֆիլը ամբողջական ենք թողնում, այսպես ամբողջական թողնում ենք լավ լվանալուց հետո, իհարկե շատ լավ պետք է այն լվանալ, որովհետև այն եփում ենք կեղևով։ Հետո պատարագաղի օգնությամբ ծակծկում ենք, վրան լցնում ենք բուսայուղ, աղ, պղպեղ, կարմիր եւ սև ըստ ճաշակի։ Լավ տրորում ենք այն եւ այսպես ամբողջական տեղափոխում ենք ջեռոց, որպեսզի լավ եփվի։ Իսկ ջեռոցում եփվելու համար առնվազն 50 կամ 50-ից ավել ժամանակ է պետք, այսինքն 1 ժամը վստահաբար ասում եմ պետք է, հետո արդեն ըստ ջեռոցի ջերմության կհասկանաք։ Ընթացքում բնականաբար որևիցե չոփիկի փայտիկի օգնությամբ փորձում ենք, տեսնենք մեջը եփվել է թե ոչ, բայց գոնե 1 ժամ եւ ավել մեզ ժամանակ է պետք, որպեսզի այս կարտոֆիլը եփվի։ Ես ընտրել եմ միջին չափի կարտոֆիլներ, բայց ցանկության դեպքում նաև այս տեսակը եփում են շատ մեծ կարտոֆիլով, այսինքն լավ մեծ թմփլիկ կարտոֆիլներով եւս այս ուտեստը պատրաստում են։ Սա ուրեմն կարտոֆիլի մասով։ Այն պետք է հետո բնականաբար կտրենք, մեջը փորենք եւ լցոնենք այս արդեն բաղադրիչները։ Այս հատվածում արդեն նախապես պատրաստել եմ։ Ունենք աղացած միս, ունենք քերիչով անցկացված գազար, ունենք սունկ, մարինացված տարբերակն ենք մենք օգտագործում, եթե հիշում եք, եւ ունենք իհարկե պանիր եւ այն թթվասերը, չեմ ստի, կասեմ, որ երեկվա այն համեղ թթվասերը, որը պատրաստեցինք, մեր այն մյուս լցոնված լավաշի համար, այսօր դեռ ունենք եւ կօգտագործենք այն։ Եվ իհարկե ունենք խառը կանաչիներ։ Այս բոլորը պետք է տապակենք եւ իհարկե լցոնենք կարտոֆիլը։ Պրոցեսը մի փոքր աշխատատար է, մի փոքր այստեղ պետք է ջանք գործադրենք, բայց հաստատ վստահեցնում եմ արդյունքը շատ իդեալական է, շատ համեղ է եւ խորհուրդ կտամ բնականաբար գուցե այսօր չհասցնեք, չեք պլանավորել այսպիսի բան, բայց մոտակա օրերին կամ արդեն հանգստյան օրերին հանգիստ կարծում եմ կարող եք սա բարձր տրամադրությամբ պատրաստել եւ հրամցնել ձեր ընտանիքի անդամներին, ովքեր շատ գոհ կմնան, վստահեցնում եմ, հատկապես երեխաների համար ինձ թվում է հետաքրքիր եւ համեղ կլինի այս ամենը։ Ես կսկսեմ իմ աշխատանքը ամենաառաջին հերթին, ինչպես ասացի, կսկսենք տապակման պրոցեսը, կբերեմ մեր թավան ու կսկսենք մեր աշխատանքը։ Իսկ թավան, ինչպես մշտապես նշում ենք, մեզ օգնում է հենց մեր գործընկերը տրամադրելով իր ընտիր ապրանքները, թեթև, այսպես գեղեցիկ, մաքուր, էկոլոգիապես մաքուր, իմիջիայլոց սա էլ նշեմ, ու շատ թեթև ինձ գրավել է այս ամանեղենի այս սպասքի թեթևությունը, թե դանակների առումով, թե այս բոլոր թավաների առումով շատ ընտիր է։ Այսպես, այստեղ կավելացնենք մի փոքր բուսայուղ, շատ քիչ եւ իհարկե մի փոքր էլ հալած յուղ,
Հալաջյուղն էլ, ինչպես գիտեք, մշտապես մեր գործընկերոջ առաջարկից ենք օգտվում, հալաջյուղը էլոլա ապրանքանիշն է ներկայացնում։ Այսպես։ Այսքան էլ հալաջյուղ, ընթացքում կտեսնենք, եթե պետք լինի, էլի կավելացնենք, իհարկե կարծում եմ բավարար է, որովհետև միսն էլ բնականաբար յուղայնություն ունի, այնպես որ չչարաշահենք ոչ մի բան, այսպես, անցանք առաջ, ավելացրենք աղացած միսը, Ադրին է։ ողջույն Սուրեն ջան, ողջույն։ Ես տեսնում դու ես թեժ աշխատանքի մեջ ես։ Թեժ, բայց առանց շտապելու, այսօր դուք խոսեցիք չշտապելու մասին եւ ես այսպես հանգիստ։ Այո։ Շատ լավ է։ Իմիջիայլոց այսօր շատ գործս ասես հեշտացել է, բոլոր բաղադրիչները պատրաստի վիճակում արդեն ունեի, կտրատված, քերիչով անցկացված, այնպես որ շատ հաստատ առանց շտապելու գործ եմ անելու այսօր։ Շատ լավ։ Դե եթե ամեն ինչ արդեն ասվեց, հա, հերթականությունով գնաց, այո, իհարկե։ Ուղղակի միսը պիտի տապակել։ Միսը պետք է տապակենք, հետո զգուշությամբ հերթականությամբ կավելացնենք մյուս բաղադրիչները։ Այսքանը, երևի թե առայժմ այսքան։ Շատ լավ, այս պայն կարճ դադար կլինի ու հետո կվերադառնանք շարունակենք։ Բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին եւս մեկ անգամ։ Սիրելիներս, այսօր պատրաստում ենք լցոնած կարտոֆիլ, իսկ դրա համար մեզ պետք էր բազմաթիվ բաղադրիչներ։ Իհարկե կարտոֆիլի մասին երկար խոսեցի, ասացի թե ոնց է պատրաստվում այն, եւ ես արդեն ունեմ պատրաստի տարբերակը, եւ հենց այս պահին մենք պատրաստում ենք միչուկը։ Միչուկի համար մեզ պետք էր աղացած միս, ես կրկնում եմ, որովհետեւ գուցե կան մարդիկ, որ հենց այս պահին միացան մեզ, այնուամենայնիվ եւս մեկ անգամ չեմ զլանա կկրկնեմ եւ բազմաթիվ անգամներ, եթե դա ձեզ պետք լինի, գրեք նաեւ ինձ նամակներ, ես անպայման կարձագանքեմ։ Սիրելիներս, աղացած միս է մեզ պետք, գազար է պետք, սունկ է պետք, այստեղ ունենք բազմապիսի կանաչիներ, այսինքն խառը կանաչիներ են կտրատված, ամենավերջում ավելացնելու ենք թթվասերը համեմված եւ իհարկե պանիր եւ այսպես լցոնելու ենք կարտոֆիլը, տեղափոխենք ջեռոց։ Հիմա տապակվեց, շատ գեղեցիկ տապակվեց միսը, ավելացնեմ այստեղ սխտոր, մեկ սխտոր ավելացնեմ, հաստլիկ սխտոր է, մի փոքր ինձ դժվար է այն ճզմել, ոնց որ թե գտա ձևը, այսպես, ահա, սխտորն էլ լավ խառնենք և արդեն ավելացնենք այստեղ մյուս բաղադրիչները, ավելացնենք գազարը, Իմիջիայլոց ասեմ, սիրելիներս, ցանկության դեպքում կարող եք սոխել այստեղ տապակել, ես այսօր չեմ տապակի սոխ, բայց ցանկության պարագայում էլի շատ յուրահատուկ համ կտա, բնականաբար իր օգտակարությունը, իր համեղությունը, այս ամենը կփոխանցի ուտեստին։ Հիմա լավ տապակենք նաև գազարը և այսպես հերթականությամբ աստիճանաբար ավելացնում ենք բաղադրիչները։ Իհարկե ասեմ, որ շատ տարբեր են այս լցոնած կարտոֆիլի բաղադրիչները, շատ տարբեր կարող են լինել, կարող է լինել հավի կրծքամսով պատրաստված, սնկով հավ, ուրեմն սունկ և պանիր, սա էլ շատ լավ տարբերակ է, շատ դասական և յուրահատուկ տարբերակ է, կա սմբուկով, գունավոր պղպեղներով լցոնված տարբերակներ, շատ բազմապիսի են տարբերակները, ճաշակի հարց է, բայց այսօր իհարկե նախընտրում եմ այս, որովհետև թե մի փոքր ավելի ձմեռային տարբերակ է, օրինակ ամռանը կարելի է այդ գունավոր պղպեղներով, հավի կրծքամսով, սնկով և սմբուկով տարբերակները անել, բայց ձմեռային տարբերակը կարծում եմ սա շատ հարմար է։ Ահա։ Այստեղ ավելացնեմ նաև սունկը և այս ընթացքում ավելացնենք նաև համեմունքները։
Սունկը, քանի որ մեզ մոտ մարինացված տարբերակն է, ինչպես գիտեք, ես մշտական օգտագործել եմ, արդեն ձեզ էլ է ծանոթ, Իջևանի գինու ուրեմն գործարանի այս պահածոների տեսականիից է մարինացված սունկը, այնպես որ շատ պետք չի չարչարվել, տապակել այն, պատրաստի վիճակում է։ Ահա, ես ավելացնեմ արդեն մեր համեմունքները։ Մի փոքր, բայց ուզում եմ յուղ ավելացնել, Ժողովուրդ ջան։ Ինձ խիստ չդատեք, չասեք ինչքան յուղ է այս աղջիկը օգտագործում, բայց զգում եմ, որ պետք է։ Հիմա ավելացնեմ նաև մեր համեմունքները։ Ես տեսա, որ Սոնան գալիս է մեզ։ Այո, սիրելի Ադրինե։ Սիրելիս, ողջույն։ Մի բան ասեմ, չես հավատա, դու իմ ամենասիրելի ուտեստներից ես այսօր պատրաստ։ Ես ուրախ եմ։ Ես ուրախ եմ։ Կարտոֆիլ ես շատ եմ սիրում, հատկապես երբ ջեռոցից հանում ես բույրը, տարածվում է շատ լավ։ Իսկ ինչ միջուկներով ես սիրում այն։ Ինչպիսի միջուկներ են քեզ գերում։ Ոյ, չկան այդպիսի նախասիրություններ, երևի ինչ չեմ սիրում դա չլինի, բայց դրանք այնքան շատ են, հիմա կդժվարանա թվարկել, բայց ինչ կա ես շատ սիրում եմ, այո։ Վերջ, ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Եվ սունկ եմ շատ սիրում, եւ գազար եմ շատ սիրում։ Ընտիր։ Եվ միս շատ Ընտիր, ես շատ ուրախ եմ, որ այսօր գոնե այսօր այն քո սիրելի տարբերակներից է։ Ու ինձ գիտես ինչ է հիշեցնում լցոնված կարտոֆիլը, շատ ձմեռվա մասին է հիշեցնում, որովհետև այսպես հատկապես ցուրտ օրերին կարծում եմ իդեալական տարբերակ է ուտեստի, իսկ մենք գիտենք եւ զգում ենք, որ վերջին 3 օրերը մաքսիմալ ինչքան հնարավոր է ցուրտ է։ Ես նույնիսկ գիշերը շատ մրսել եմ, այնպես որ ես էլ համաձայն եմ քեզ հետ։ Չգիտեմ, այս վերջին ցուրտ օրերը երբ են նահանջելու եւ երբ ենք իսկապես գարնան տաքությունը եւ շունչը վայելելու, բայց կարծում եմ այն միտքը, որ ընդամենը մի քանի օրից շաբաթ օրը արդեն գարուն է, կարծում եմ սա արդեն կօգնի մի քիչ ավելի լավ տրամադրվել անկախ Ցրտից, այո, ես գիշերը լուրերով այսպիսի հավացանցում նայեցի, որ արդեն կամաց այսօրվանից սկսում է մի փոքր բարձրանալ ջերմաստիճանը, հետո ավելի շատ Փառք Աստծո, ամեն բան լավ է գնում։ Ես ասեմ, որ ուզում էի նշել, այս ինչու ասացիր շատ ձմեռային է, ընդհանրապես ռուսերեն լեզվով ասում են կարտոֆիլ պատ շուբու։ Այսպես է կոչվում այս ուտեստի անունը, շատ այո, էլի հիշեցնում է ձմեռային այսպիսի տրամադրություն, բայց այսպես մենք էլ ասում ենք հայերենով շատ գեղեցիկ է հնչում լցոնված կարտոֆիլ։ Այսօր չորեքշաբթի է, ճիշտ եմ հիշում, փոքրիկ ուրբաթ է, կարող ենք վերցնել լցոնված կարտոֆիլը անմահական գինի եւ վայելել երեկոն շատ ջերմ ու տաք միջավայրում եւ շատ համեղ։ Այնպես որ տարբերակ է, որ առաջարկում ենք այսօր առաջին ծրագրի շրջանակում, այնպես որ կարող եք նկատի ունենալ շատ սիրելի հեռուստադիտողներ։ Այո, լիովին համաձայն եմ եւ ինչպես նշեցինք, այո, կարելի է մոտակա հանգստյան օրերին անպայման սա պատրաստել։ Իսկ ինչ է անում հիմա Ադրինեն, գուշակեք մեկ հնարավորությունից անչափ շատ համեմունքները օգտագործում միջուկի մեջ։ Այո, այստեղ օգտագործեցինք այլևս պետք չէ։ Այո, իհարկե։ Օգտագործեցինք պարտադիր քրքումը, սև եւ կարմիր պղպեղը, աղը, այստեղ կարելի է նաեւ ես այս պահին չունեմ, բայց ձեռք պիտի բերեմ, որպեսզի խոհանոցումս արկա լինի, ես շատ սիրում եմ այդ համեմունքը, խմելի սունելի եւ այս ուտեստի մեջ շատ Օ, սիրելի Ադրինե, ես քեզ խոստանում եմ բերել մի քանի օրից, քո շատ սիրելի։ Ես այսպես ասած ակնար կարեցի։ Հասկացա։ Եվ կխնդրեմ, որպեսզի մեր խոհանոցում արկա լինի նաև սվանական աղը, որը շատ համեղ է, եւ կարծում եմ դուք կարող եք ինձ ապահովել այդ համեղ համեմունքներով։ Ես խոստանում եմ հարևան երկրից անպայման քեզ բերել այդ ամենը։ Ժողովուրդ ջան, sense բերանացի բան եմ ուզում։ Մի վարքան, ասեք եւ վերջ։ Այո, եւ այսպես Ես ուզում եմ հեռուստադիտողին ասել, ցանկության դեպքում կարող եք այստեղ մի փոքր տոմատի մածուկ ավելացնել, եթե ցանկություն լինի շատ հյութեղ այն ստացվի, կամ պղպեղի մածուկ, որը ձեզ հարմար է։ Մենք սովորաբար կերակուրների մեջ պղպեղի մածուկ էլ հաճախ ենք օգտագործում, որը շատ համեղ է դարձնում կերակուրը։ Այդ ցանկության դեպքում կարող եք նաև մի փոքր դա ավելացնել, որպեսզի հյութեղ ու ավելի այսպես հարուստ համ ստանանք։ Դե ինչ մեր միջուկը պատրաստվում է, ամեն ինչ կարգին է, կարծում եմ կարող ենք կարճատև դադար ունենալ, որից հետո վերադառնանք եւ շարունակենք առաջին ծրագիրը։ Մնացեք մեզ հետ։
Բարի ողջույն սիրելի հեռուստադիտողներ ջան, ես արդեն գլխավոր աշխատանքը կատարել եմ, տապակման process-ը ավարտվել է, այսօր պատրաստում ենք լցոնած կարտոֆիլ, դրա համար մեզ պետք էր նախապես արդեն տապակված ջեռոցում ամբողջական կարտոֆիլ, հենց հիմա կսկսենք մշակել այս կարտոֆիլը, իսկ միջուկի համար օգտագործել ենք աղացած միս, գազար, սունկ, Այստեղ ավելացում եմ հենց այս պահին կանաչիներ, սիրելիներս, ինչու կանաչիները չտապակեցի այս ամբողջական խճողակի հետ, որովհետև դեռ ջեռոցում եփվելու է, այնպես որ որքան փորձենք կանաչին թարմ վիճակում պահենք, այնքան ավելի լավ։ Կրակը արդեն հանգցրել եմ, պարզապես կավելացնեմ կանաչին, կխառնենք ու կլցոնենք կարտոֆիլները։ Այս մի փոքրն էլ կպահենք վերջում ձևավորման համար։ Այսպես, թող սա մնա ամենավերջում, հիմա խառնեմ, այսպես թողնենք մի կողմի վրա, այստեղ կա նաև ճզմած սխտոր, համեմունքներից աղ, սև և կարմիր պղպեղ և քրքում ու ինչպես նշել է, այստեղ շատ համահունչ կլինի նաև խմելի սունելին, եթե ձեռքի տակ կա անպայման օգտագործեք։ Ահա տեսեք մի անգամից զարդարվեց, գունափոխվեց և դարձավ շատ ավելի գեղեցիկ և բնականաբար վիտամիններով հարուստ։ Ինչ ենք անում այս պահին։ Մենք պետք է կարտոֆիլը մշակենք։ Ինձ դանակ է անհրաժեշտ, որպեսզի երկու մասի բաժանեմ այն։ Տեսեք, սիրելիներս, այսպես ասած, մենք գլխարկը պետք է կտրենք, թողնենք մի անկյունի վրա, որպեսզի վերջում նաև ձևավորենք դրանով։ Այսպես, ոչ շատ մեջտեղից, այլ գլխի հատվածից մի փոքր այսպես կտրում ենք, որպես գլխարկ։ Այսպես, ահա, կարծում եմ երևում է։ Ահա, այսպես։ Եվ հիմա միջուկը պետք է հեռացնենք կարտոֆիլի, ինձ դրա համար մի աման է պետք։ Եվ գթալ։ Ահա, միջուկը հեռացնենք։ Ալդրինե, խանգարելու ինչ-որ բան կա։ Խանգարելու։ Օգնելու չեմ ասում, որտեվ չեմ կարող օգնեմ։ Ճկույթով կամ մի ձեռքով ինչ կարող ես Ֆենոմենալ դեմքեր էին մեզ մոտ։ Այո, շատ հետաքրքիր տղաներ էին եւ իսկապես հպարտության արժանի, ես շատ հիացած եմ իրենցով եւ ուրախ ենք, այո, որ նրանք մեր հայրենակիցներն են։ Հայ են։ Այո, բայց շատ թեթև եւ հանգիստ ասած, չէ՞, դե մի ձեռքով չկարացավ, ես ճկուտով արեցի, հետո ինքնաթիռը քաշեցի, հետո ուղաթիռը քաշեցի։ Բավականին, այո, սա իհարկե շատ բազմաթիվ այսպես շատ խորա մարզումների շնորհիվ է նաեւ եւ ուժի կենտրոնացման նույնպես։ Ես համոզված եմ, որ հիմա քո բոլոր ամբողջ ուժը կենտրոնացված է այստեղ կարտոֆիլի վրա։ Սա էլ մեծ ուժ է պետք սրա համար, այս փորելը, ասես ճկույթով, ես էլ այդ գործողությունն է ինձ համար, ճկույթով ինչ որ գործողություններ, հնարքներ անել, եւ սա էլ հնարք է, պետք է շատ զգուշությամբ փորենք կարտոֆիլը, որպեսզի չվնասենք այն։ Ահա, սիրելիներս, տեսեք, այսպիսի բաժակ կամ գավաթ, ինչ որ, ինչպես ասեմ, այսպիսի բաժակ ստացակ, որի մեջ պետք է լցոնենք մեր միջուկը եւ իհարկե այս գեղեցիկ բերանով կամ կարելի է ծածկել կամ անպայման կամ պարզապես այսպես ձևավորման համար թողնել մի կողմի վրա։ Այսպես ես հերթականությամբ գնում եմ առաջ, այսպես անում ենք նույն գործողությունը հաջորդ կարտոֆիլի հետ եւ այսպես շարունակ։ Ես այստեղ ունեմ քանի կարտոֆիլ, 4-6 կարտոֆիլ ունեմ։ Կարելի է մի քիչ պանրից օգտվել։ Անպայման կարելի է։ Ես արդեն ամբողջությամբ։ Բա իհարկե կարելի է։ Ես մեր հեռուստադիտողներին եւս մեկ անգամ կասեմ, որ նախաճաշեք հենց այս պահին, այս մարդը օրինակ է ծառայում։ Այո, անպայման պատրաստեք նախաճաշ եւ վայելեք, առանց շտապելու իմիջիալոց նախաճաշ վայելեք, որպեսզի այդ բոլոր վիտամինները հասնեն ձեր օրգանիզմին։ Դե քանի որ դու հորդորում ես, որ պետքա նախաճաշել, վայելել, չշտապել, այս պահին դադար մեր եթերում կլինի, իսկ մենք այդ ընթացքում կնախաճաշենք, կվերադառնանք ու կշարունակենք։
Եվս մեկ անգամ բարի ողջույն, այո, արդեն հասնում ենք ավարտական փուլին, կարտոֆիլը ես դրել եմ ջեռոց, որպեսզի մի փոքր տաքանա, հենց հիմա պահն է, որպեսզի հանենք այն ջեռոցից։ Ձեզ էլ եմ խորհուրդ տալիս, սիրելիներս, եթե նախապես եք դուք պատրաստում այս կարտոֆիլը, այսինքն այն երկար process-ը նախապես անում եք եւ այն լավ սառչում է մինչ միջուկը, ուրեմն պատրաստեք, այդ ընթացքում կարելի է եւս մեկ անգամ դնել ջեռոց, որպեսզի այն տաքանա ու շատ ավելի արագ եւ համեղ ստացվի հետո այն մյուս process-ը, որը պետք է ուրեմն ստիպի, որ պանիրը հալչի։ Ինչ ենք արել, ես մինչ տաքացնել եմ մի փոքր բուսայուղ ցողեցի, աղ եւ պղպեղ, այսպես տեղափոխեցի ջեռոց եւ բավականին տաքացել են արդեն մեր կարտոֆիլները։ Հիմա մնում է միայն այս փուլը, որը պետք է լցոնենք։ Սիրելիներս, եթե հարցնեք Ադրինե ջան, բա միջուկը ինչ արեցիր կամ այդպես հո չի մնալու միջուկը անտեղի, այսպես մթերք փչացնենք, ասեմ, որ նաև շատերը ուրեմն այս միջուկը նորից կտրատում են կամ պյուրեի են վերացնում, ավելացնում են խճողակին ու նորից լցոնում են, կամ պարզապես ինչպես ես եմ որոշել, այս ուրեմն միջուկը թողնելու եմ մի կողմի վրա եւ վաղն եմ սա օգտագործելու, մենք վաղը այս միջուկով, կարտոֆիլով կպատրաստենք մի յուրահատուկ ուտեստ։ Ես ձեզ խոստանում եմ, այնպես որ ոչ մի մթերք դեն չենք նետում, ամեն բան օգտագործում ենք մինչև վերջ։ Սա ես կպահեմ սառնարանում, իսկ վաղը այն կօգտագործենք։ Ահա, անցանք առաջ։ Հիմա լցոնում ենք մեր կարտոֆիլը։ Ինչ է պետք դրա համար։ Մեր գեղեցիկ համեղ խճողակը լցոնենք։ Այսպես գդալի օգնությամբ փորձենք նաև սեղմել, որպեսզի լավ խիտ տեղավորվի կարտոֆիլի մեջ։ Ահա, խնդրեմ։ Եվս մեկ անգամ կրկնեմ միջուկը ինչից է բաղկացած, այստեղ աղացած միս է, գազար է, սունկ է, սխտոր է եւ իհարկե խառը կանաչիներ ու համեմունքներ։ Ահա, լցոնվեց այս կարտոֆիլը։ Ինչ ենք անում։ Վրան տեղադրում ենք այս թթվասերը, որը էլի համեմված է համեղ համեմունքներով։ Փորձում ենք նաեւ թթվասերը տեղադրել կարտոֆիլի վրա։ Ահա, այսպես, գեղեցիկ, եւ երբ ամբողջությամբ ես, իհարկե մեկ կարտոֆիլը կարող եմ ամբողջական ցույց տալ, վրան պանիրն ենք տեղադրում, ահա, խնդրեմ, մի փոքր մոտեցնեմ, որ հարմար լինի։ Այսպես ծածկում ենք պանրի շերտով եւ վերջ։ Էլի դնում ենք տապակի մեջ, որպեսզի ուղարկենք ջեռոց։ Ահա, այսպիսի տեսք է ստանում, սիրելիներս։ Եվ այսպես հաջորդականությամբ փորձենք ամբողջովին լցոնել կարտոֆիլը։ Ես եկա քեզ օգնելու, Ադրինե։ Շատ շնորհակալ եմ։ Այո, դու կարծում եմ այս պահին շատ կօգնես ինձ։ Այո, որովհետև ես արդեն փորձել եմ այս միջուկից եւ բավականին համեղ էր։ Ես ուղղակի նշեմ, որ այստեղ օգտագործված է նաեւ մարինացված սունկը, որը Իջևանի գինու գործարն է ներկայացնում պահածոների լայն տեսականիով, կոմպոտների լայն տեսականիով, որոնք հենց այդ տնականի համն են ավելի շատ տալիս, այնպես որ եթե մտածում եք ինչ պատրաստել կամ պարզապես հավելել համեղ ուտեստ, ապա կարծում այս ամենը շատ լավ հավելում է եւ շատ հետաքրքիր ձևով ներ տալիս այդ տնական համը։ Նաեւ չմոռանանք պանիրների եւ կատնամթերքի մասին, որը ներկայացնում է Էլոլա ընկերությունը, որը կարող եք նաեւ ձեռք բերել ոչ միայն Հայաստանում, նաեւ Հայաստանից դուրս մեր ամերիկաբնակ հայրենակիցները նույնպես կարող են Սյունիքի համն ու հոտը զգալ կատնամթերքի միջոցով հենց Միացյալ Նահանգներում։ Հայկական խանութներում հարցրեք եւ վայելեք Էլոլայի ամբողջ տեսականին։ Չմոռանանք նաեւ Solar Center-ի մասին՝ լույս, ջերմություն, տաքություն եւ լավ տրամադրություն։ Մի կտոր արևից ձեր տանը եւ այս ամենը
կազմակերպում է բարձրակարգ մասնագետների կողմից, տեղադրվում են արևային համակարգերը եւ շատ արագ ապահովում նաեւ ջերմությամբ եւ լույսով։ Հիշենք, որ առջևում մարտի 8-ն է եւ Solar Center-ը անում է մեծ խաղարկություն, հաղթողը գնալու է Մալդիվներ, այնպես որ ձեռք բերեք արևային համակարգեր եւ ինքներդ արդեն նշեք այդ կարևոր առիթը։ Դե, ինչպես արդեն հասկացանք, Ադրինեին միշտ օգնության է հասնում Տրամոնտինան, որը բրազիլական բրենդ է, ներկայանում է Հայաստանում եւ ներկայանում է կաթսաների, թավաների, դանակների, մի խոսքով խանութային պարագաների լայն տեսականիով, որոնք իրենց մեջ չեն ներառում այնպիսի նյութեր, որոնց վրա հավաքվում են թունավոր բակտերիաները, հակառակ այս ամենը պատրաստված է հակաբակտերիալ ծածկույթով, այնպես որ շատ հարմար է նաեւ երեխաների համար ճաշիկներ պատրաստելու համար։ Եվ Տրամոնտինայի ամբողջ տեսականին օգտագործում է եւ սիրողական խոհանոցում տանը եւ իհարկե պրոֆեսիոնալ խոհանոցում ռեստորանային ոլորտում, այնպես որ սա շատ կարևոր փաստ է։ Այո, եւ ամենակարևորը ասեմ, որ ամենավերջում այս գեղեցիկ, այս համեղ կարտոֆիլները ես մատուցելու եմ շատ յուրօրինակ ձևով, ելի օգնության է հասնելու մեր գործընկերոջ առաջարկը, որը շատ գեղեցիկ, այնտեղ ստենդի վրա ունենք շատ տեսականի եւ այն փայտերը, որոնք նախատեսված են հենց ուտեստներ մատուցելու համար, ես կմատուցեմ հենց դրանցով, որը շատ մեծ, այսպես բավականություն եւ տրամադրություն կբարձրացնի ճաշակելու ընթացքում։ Ես համոզված եմ այդպես է լինելու է։ Անպայման։ Ինչ ենք անում հիմա, ավելացնում ենք վերջնական, արդեն կարտոֆիլներ եւ այսպես տեղադրում ջեռոցը։ Եվ այսպես տեղադրում ենք ջեռոց, վերջում իհարկե մատուցելիս մենք կանաչի կցանենք վրան, շատ գեղեցիկ կմատուցենք, որպեսզի լինի ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ գեղեցիկ։ Ահա, ինձ մնացել է ընդամենը 3 կարտոֆիլ լցոնել։ Ես հուսով եմ հեռուստադիտողը ամեն բան հասկացավ եւ պարզ էր նրա համար։ Իհարկե ես վստահ եմ, որ նրանք բոլորն էլ գիտեն այս տարբերակները եւ պատրաստում են, բայց պարզապես մեկ-մեկ մոռացել եք սրա մասին, հուշել է պետք։ Այո։ Այսպես սիրելիներս լցոնում ենք ուրեմն կարտոֆիլը, վրան ավելացնում ենք թթվասերով սոուսը եւ իհարկե քերիչով անցկացված պանիրը։ Այսպես։ Դե եթե ամեն ինչ ասվեց, այս ամենը լցոնվում է, տեղադրվում է ջեռոց, հետո մի քանի րոպե մնալուց հետո շատ երկար չէ։ Շատ երկար չէ, այո, որովհետև բաղադրիչները եփված են, կարտոֆիլը նախապես տաքացված է, այնպես որ մեզ մնում է համբերել մինչև հալչի պանիրը, ընդհանրապես եւ վերջ։ Մի քանի րոպե ընդհանրապես եւ ամեն ինչ պատրաստ կլինի, այդ մի քանի րոպեները մենք կօգտագործենք նաեւ տաղավարում հյուրընկալելով մեր հյուրերին եւ խոսելով էլի շատ հետաքրքիր թեմայից։ Մնացեք մեզ հետ, քիչ հետո արդեն հյուրերը կլինեն տաղավարում։ Մնացեք մեզ հետ։ Բարի առավոտ իմ սիրելի թանկագին հեռուստադիտողներ ջան, ահա արդեն պատրաստ է մեր կարտոֆիլը, մնում է միայն ջեռոցից հանենք, գնացինք։ Խնդրեմ, կարմրաթուշիկ, գեղեցիկ, համեղ։ Հիմա փորձենք մատուցել։ Սիրելիներս, ինչպես նշեցի, այսօր ուզում եմ այս գեղեցիկ համեղ կարտոֆիլը մատուցել յուրօրինակ ձևով։ Մենք, ինչպես ասացի, Տրամոնտինա ընկերությունը մեզ ապահովում է բազմապիսի սպասքի տեսականիով։ Եվ այս գեղեցիկ տախտակները, փայտե գեղեցիկ տախտակները կարող են ծառայել մատուցման համար։ Հիմա կտեղադրեմ կարտոֆիլը։ Այս գեղեցիկ բերանիկները, որը ես մի փոքր նորից պանիր էի ավելացրել եւ ջեռոցում հալչեց պանիրը, ահա այսպես կողքին տեղադրենք, ցանենք վրան կանաչի, ինչու ոչ այսպես կարելի է ձևավորել, որպեսզի գունեղ լինի եւ իհարկե կողքին մատուցել հենց նույն ընկերության առաջարկած սպասքը, ահա եւ հաջորդը եւս ու այսպես շարունակ։ Ես այս ափսեի մեջ եւս կտեղադրեմ մեր բոլոր կարտոֆիլները եւ վերջում հաստատ ֆոտոյի տեսքով մեր էջում անպայման կտեսնեք եւ կգտնեք այն։ Բաղադրատոմսով եւս մեկ անգամ կարող եմ կիսվել, գրեք ինձ, ես կարձագանքեմ։ Այսօր այսքաններ սիրելիներս, լավ եղեք, ես ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք։
Բարի առավոտ իմ սիրելի թանկագին հեռուստադիտողներ ջան, ահա արդեն պատրաստ է մեր կարտոֆիլը, մնում է միայն ջեռոցից հանենք, գնացինք։ Խնդրեմ, կարմրաթուշիկ, գեղեցիկ, համեղ։ Հիմա փորձենք մատուցել։ Սիրելիներս, ինչպես նշեցի, այսօր ուզում եմ այս գեղեցիկ համեղ կարտոֆիլը մատուցել յուրօրինակ ձևով։ Մենք, ինչպես ասացի, Տրամոնտինա ընկերությունը մեզ ապահովում է բազմապիսի սպասքի տեսականիով։ Եվ այս գեղեցիկ տախտակները, փայտե գեղեցիկ տախտակները կարող են ծառայել մատուցման համար։ Հիմա կտեղադրեմ կարտոֆիլը։ Այս գեղեցիկ բերանիկները, որը ես մի փոքր նորից պանիր էի ավելացրել եւ ջեռոցում հալչեց պանիրը, ահա այսպես կողքին տեղադրենք, ցանենք վրան կանաչի, ինչու ոչ այսպես կարելի է ձևավորել, որպեսզի գունեղ լինի եւ իհարկե կողքին մատուցել հենց նույն ընկերության առաջարկած սպասքը, ահա եւ հաջորդը եւս ու այսպես շարունակ։ Ես այս ափսեի մեջ եւս կտեղադրեմ մեր բոլոր կարտոֆիլները եւ վերջում հաստատ ֆոտոյի տեսքով մեր էջում անպայման կտեսնեք եւ կգտնեք այն։ Բաղադրատոմսով եւս մեկ անգամ կարող եմ կիսվել, գրեք ինձ, ես կարձագանքեմ։ Այսօր այսքանն էր, սիրելիներս, լավ եղեք, ես ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք։